Ինչ կա քննարկելու։ Արդյունք ասում եմ, արդյունք շարժումը դեռևս փետրվարից մի քիչ մի փոքր ժամանակագրությունը ձեզ ներկայացնեմ։ Փետրվար ամսից սկսեց Նիկոլ Փաշինյան հեռացնելուն ուղղված արդեն կազմակերպված գործընթացը, պարոն Էդգար Ղազարյանը impeachment-ի հարցով դեռևս 2022 թվականից բարձրաձայնում էր, զանգում էր, ասում էր, զանգահարում էր, այսպես ասեմ, զանգում էր, ասում էր, որ միակ տարբերակը մնացել է impeachment, այսինքն դա շատ վաղուց է սկսվել այս գործընթացը, իսկ երկու օր չի սկսվել, քաղաքական ուժերը փորձում էին չնկատելու տալ, ընդ որում եկեք սենց ասեմ, ես նաև որոշակի նեղացվածություն մի քիչ տենց ճիշտ չգիտեմ ոնց է արդ բառը ունեմ, նաև պատիվ ունեմ խմբակցությունից, որովհետև պատիվ ունեմը կարող էր 4 տարվա ընթացքում ավելի վաղ սկսել այս ամեն ինչը, բայց հիմա գոնե ասում եմ, հələ չենք անդրադառնում, ես նախորդ այսպես խոսակցության ժամանակ ձեզ ասեցի, որ մենք դեռ չենք անդրադառնում, դրան որ ինչի 4 տարի առաջ դա չեղավ, հիմա, որովհետև հիմա process կա, այսինքն հիմա կենտրոնանում ենք արդեն այս եղած process-ի վրա։ Հիմա նայեք, սկզբում փորձում էին անտեսել այս ամեն ինչը, սկզբում փորձում էին տեսնելու տալ, հետո փորձում էին ինչ-որ հեգնել, ինչ-որ անլուրջ բաներ ասել, հետո եղավ նախաձեռնություն, հետո ֆրակցիաները սկսեցին հայտարարություններ հանդես գալ, հետո եղավ արդեն շատ լուրջ եւ ծանրակշիռ թեկնածու, հետո արդեն սկսեց բանակցություն, այսինքն պատկերացրեք, չէ՞, process-ը որտեղից որտեղ եղավ։ Այդ ամբողջ process-ի ընթացքում մենք հանդես ենք եկել այս խոսակցությունը, այս թեման բարձրաձայնողի դերում։ Հիմա մենք որպես հանրության ներկայացուցիչ տեսնում ենք, որ երկու խմբակցությունների մեջ կա դիսկոմունիկացիա։ Հայաստան խմբակցությունը հրաժարվում է միանալ այս նախաձեռնությանը, դուք ձեր աչքով տեսաք եթերում, չկա այստեղ ստորագրություններ։ Հիմա ես որպես հանրության ներկայացուցիչ, որպես ընտրող, ով 21 թվականին ձայն է տվել նույն պարոն Աղվան Վարդանյանին, նույն պարոն Մամիկյանյանին, ցանկանում եմ կողմնորոշվել։ Ի՞նչն է խնդիրը։ Եթե տեսեք, օրինակ պարոն Վարդանյանը հարց բարձրացրեց, ասեց, որ անձնական վիրավորանք, մոտապես տենց բան, ոչ կոռեկտ բառապաշարով եմ ես արտահայտվել չստորագրվող պատգամավորների մասին։ Իհարկե, ես ընդունում եմ եւ տեսախցիկների առաջ ես խոստացա ստորագրության դեպքում հրապարակային ներողություն կխնդրեմ։ Եթե ես եմ խնդիրը, ինձ հանեք process-ից, ստորագրեք։ Ես ոչ մի ամբիցիա չունեմ։ Ոչ ես, ոչ պարոն Էդգար Ղազարյանը, մենք ստեղ չենք հանդես գալի, քաղաքականության մեջ չենք ուզում, ես զզվում եմ քաղաքականությունից։ Լուրջ եմ ասում, ինձ հետաքրքիր չի քաղաքականությունը։ Եվ ես խոստացա, ասի պարոն Վարդանյան, ստորագրեք, եթե դա ձեզ անձնապես ինչ-որ ձևով կպել է, ու բոլոր պատգամավորներին եմ ասում, ես պատրաստ եմ հրապարակային ներողություն, ստորագրությունը թողնի, իմ համար կարևորը սա է։ Ես այս ձեր կամերային նայելով կասեմ, Ժորժ ջան, սխալվել եմ, ես մարդկանց մասով սխալվել եմ, իրանք այդ իմ ասած ձևակերպումների տակ հատ-հատ կասեմ, որը չեն մտնում։ Դո պետք է լինի կասեմ, ես եմ մտնում այդ ձևակերպումների տակ։ Կարևորը ստորագրությունը կա, կարևորը process-ը գնում առաջ։ Ինչի մասին է խոսքը։ Մենք տեսանք, որ պարոն Վարդանյանը, ով որ խոստացել էր հրապարակային, եթե ձևաթուղթը կլինի ինքը կստորագրի, մերժեց։ Մենք բոլորս մեր աչքի առաջ տեսանք, Ժորժ ջան, մեր process-ները այն ինչ որ մենք անում ենք, բաց թափանցիկ հրապարակային է, մենք տակից ոչ մեկ այդ ոչ մի բան չենք բանակցում, չենք խոսում։ Այսպես գնում ենք հրապարակային, եթե նույնիսկ լրատվամիջոց չի լինում, մեր լայվը միացած գնում ենք, մենք ինչ ունենք թաքցնելու մարդկանցից, մենք դա անում ենք լավի համար, չէ՞, վատ բանի համար չենք անում։ Հո չէ եկել պարոն Վարդանյանից գարաժի տեղ ուզեի կամ իմ աղբոր տղուն գործի տեղավոր է։ Ես եկել եմ, խնդրում եմ իր ստորագրությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնի, ես փաթեթի տակ։ Եվ չեմ ստացել այդ ստորագրությունը։ Չի տալիս պարոն Վարդանյանը այդ ստորագրությունը, չեն տալիս, ես չգիտեմ ինչն է խնդիրը։ Իհարկե, հենց հիմա մենք իհարկե ես այսօր, այո, ես հայտարարել եմ, որ պարոն Արտուր Խաչատրյանին էլ եմ հանդիպելու, բայց պարոն Վարդանյանից իմացանք, որ շենքում չի, կարևոր հանդիպումով, բան չունեմ ասելու, միգուցե անվստահությունից, Նիկոլ Փաշինյանի անվստահությունից հայտնելուց ավելի կարևոր հանդիպան եղել, միգուցե իրոք տեղյակ չի եղել, որտեղ վերջի պահին հայտարարել, երեքն հայտարարել։ Համարենք հարգելի այս մասով, ընկելի կգանք։ Եվ երրորդ պատգամավորը, ինչպես տեսնում եք, Ագնեսա Խամոյան 202 սենյակ, հիմա ես 3 պատգամավորը ինչի ես 3, որտեղ այս 3 պատգամավորները հրապարակային իրենց
հարցազրույցներում հայտարարել են, որ ձևաթուղթը հենց լինի, իրանք այդ ձևաթղթի տակ կստորագրեն։ Հիմա այս ձևաթուղթը իմ ձեռքին է, հեսա ձեզ ցույց տամ, 4 էջանոց, առաջադրման, դիմումի, մի խոսքով տեխնացուի ներկայացման, բոլոր այս ձևաթղթերը պահպանված է եւ 100 ստորագրությունների տեղով։ Հիմա այս թղթով ես փորձեմ տեսնեմ Տիկին Խամոյանը ինչ կասի։ Ինքը նաև հայտարարում էր, որ այս Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դա թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին, մտ էլ կարելի է հասկանալ, բայց քաղաքական ինտրիգների մեջ կփորձեմ չմտնել, որպեսզի ավելի չխճճեմ այս իրավիճակը, որտեղ խճճելը, այս իրավիճակը խճճելը ձեռնտու է միայն այն գործիչներին, ովքեր փորձում են անվստահության գործընթացը ոչնչացնել։ Մեզ դա ձեռնտու չի։ Հետևաբար շատ քաղաքավարի, շատ ջերմ ես հիմա Տիկին Խամոյանից կփորձեմ ստանալ իմ հարցերի պատասխանը եւ իր ստորագրությունը։